Եթե Նժդեհը իմանար բանի մասին, ստորագրահավաքի մասին, էլի, երևի Սյունիքը կպաշտպաներ ստորագրահավաքով։ Հենց որ բարև ձեզ ժողովուրդ ջան։ Այս ստորագրահավաքը արա որտեղից ընկավ էս մեր այս անասունների բերանը, էլի։ Որտեղ նա է ստորագրահավաք։ Տեսնում ես այնտեղ Արշակ Կարապետյանը պատրաստվի լսա Արշակ Կարապետյան։ Անցագացնում ստորագրահավաք։ Ընտրությունները անբավեր ճանաչելու։ Այն Չալաբյանը հայակվեն ստորագրահավաք, այնտեղ քրեականացնող ինչ որ օրենքի համար, որ ով Արցախը ճանաչի բանում Ադրբեջանի կազմում։ Ուր ինչ եղավ հայակվեց մցրիր հետևդ Չալաբյան, ինչ տոկուտ տվեց։ Ես այն բանի ժամանակ այն որ Ջեյդի Վենսը պետքա գար Հայաստան, ասում էի մի հատ ակցիա անցկացվի, որ հայ ժողովուրդը դեմ է 26%-ին, էլի, որ իմանան այստեղ ըմբոստանում ենք, էլի։ Գործիչների եմ տարբեր զանգում ու ինչ են պատասխանում։ Մի հոգի կար ինձ ասում է մեր ԱՄՆ-ում մեր բանը մասնաճյուղը անցկացրեց ստորագրահավաք, կազմել է ուղարկել է Վաշինգտոն, Բելիդոմ, Տրամպին։ Տրամպն էլ բաց է կարդացել է հուզվել է։ Այ էս խելքի։ Այն Վազգենի դեգեներատ եղբայրը անցերկացնում ստորագրահավաք, էլ այդ Եվրոպա մետները, որ գնան Եվրոպա։ Ոնց որ մեկը գնա իր տանը ստորագրահավաք անի, որ գա իմ տուն ղոնաղ, էլի, հյուր։ Հարա դուք անլվա դուք ուր գաք իմ տուն, հարա դուք էլ ես պետք է ձեզ հրավիրեմ, ոչ թե դուք ստորագրություն տնեք, էլի հավաքիք։ Այ այս ստորագրահավաքի բանը, էլի, որ մեր զինվորականը փոխանակ իրան գլխից խփածելներ վաղուց ասեց։ Այս դրաներ բերան են իրան խփեր։ Քաղաքական գործիչ է դառել։ Այստեղ հիմա մի հատ նկար եք տեսնում, տեսեք Շոլոկով։ Նիկոլայ Շոլոկով, սա սովետական միության ժամանակ մինիստր այլ եղել։ Ոնց որ Արշակ Կարապետյանը։ ՄՎԴ-ի մինիստր։ Ուրեմն այն Բրեժնևի մայից հետո բան Անդրոպովը եկավ, սենց խմորումներ էր իշխանական բուրգում։ Կոռուպցիայի բանի հետ կապված, դա հիմա չի կարևորը։ Եկան այս մարդուց տանեն շքանշանները, մեդալները, տեսնում եք են, որ դոշին ունի լիքը։ Այս մարդը ինքնասպան եղավ։ Իրա կարմիր գիծը դա էր, իր ուսադրի այդ արժեքը գիտեր ինքը, սպայի պատիվը, տես ռուս սպայի պատիվը։ Ինչպես եւ գերմանացի, ճապոնացի կապ չունի, էլի։ Բայց մեր սպան տեսեք, ինչ են անում, մեր մոտ դառնում են քաղաքական գործիչներ, պատիվ չունեն։ Անպատիվ են։ Այն Տիկին Սամվել Բաբայանը, տեսեք, հանձնեց իր Արցախը, պարտվեց, զենքով զինամթերքով տվեց, կապ չունի ինչ կարգավիճակում։ Հետո անցավ սահմանը, սեղմեց ադրբեջանցի զինվորականի ձեռքը սահմանապահի, եկավ Հայաստան։ Ձևավորեց կուսակցություն, դարձավ քաղաքական պոլիտիկ, փորնոպոլիտիկ։ Հիմա Արշակ Կարապետյանը։ Նույնն է դա։ Տեսեք, կարմիր գիծ չկա արժանապատվության սպայի այդ ուսադիրը չունի արժեք Հայաստանում։ Չունի։ Նայում եք հիմա բան են իր մյուս կուսակցության նախագահ, այդ շարժում են իրանք ձևավորել համահայկական ճակատ, ճակատ։ Այնտեղ մի հատ Արսեն Վարդանյան ընկած բանում, օպերայում, ստորագրություն հավաքում, որ անվավեր ճանաչեն ընտրությունները, թե ինչ տենց մի բան էլի, մի հիմարություն։ Այս են, զինվորականը, տեսեք, ես մի հատ փողոցային ժարգոնի անցնեմ, լսեք, այս ռամսերը խառնել են մեր զինվորականները, արա, իրանք իրանց գործը մոռացել են, որ նա սպայի պատիվը, արժանապատվություն, լսեք, չկա։ Նայում ես Արշակ Կարապետյանը գնաց միացավ այն Չլենասոսին։ Ես սրա մասին շուտ չի խոսում, որ չասեն Նիկոլի ջրաղացին ջուրա գցում, մենք մեր խլեշից պարապետը գալիս է փրկի։ Գնաց միացավ այդ Չլենասոսին, այն Չլենասոս, որ ամիսներ տարի առաջ անընդհատ քլնգում էր Արշակ Կարապետյանին, էլի, դες արժանապատվությունը չկա, բացակայում է։ Արշակ Կարապետյանը եթե ունենար թասի պետք է ընդհանրապես իրան խփեր գլխից, կամ էլ սուսուփուս նստեր միտեղ, էլ չերևար, ընդհանրապես տնից դուրս չգար, բեղեր աճացներ, ինչ որ գլխարկ ակնոց հակներ, մարդիկ փողոցում չճանաչեն, չթքեին երեսին։ Բայց ինքը ինչ, Արշակ Կարապետյան դառավ Նիկոլի խորհրդական, աշխատել է։
հեղափոխությունից հետո, այդ կեղծ հեղափոխությունից, այդ պսևդո հեղափոխությունից հետո դարավ բան, գենշտաբի պետի տեղակալ, հետո դարավ պաշտպանության նախարար, տեսեք Նիկոլի հետ ինչ լավ աշխատեց, հետո դարավ բան, քաղաքական գործիչ, կուսակցություն հիմնեց, հիմա Նիկոլա կրնգում, ինքը այսքանը գիտեր, դե որ գիտեիր Արշակ Կարապետյան, ունենայր այնքան տղամարդկություն, այնքան սպայի արժանապատվություն, ոնց որ են գերմանացի կար, Կլաուս, անունը լավ եմ հիշում, Կլաուս ֆոն մնացածը չեմ հիշում, ձմեր պապիկի հետ է էլի ասոցիացվում, դրա համար գնացին, տեսան Հիտլերի արդեն պարտությունը գերմանիական այդ ռազմական վերնախավի, փորձեցին մահափորձ անեն, այն պայթուցիկը տարան դրեցին ոտերի տակը Հիտլերի, սեղանի տակը Այս էր սպան, տեսնավ, հեռատես էր, որ ուրա գնում Գերմանիան ավելի լավ է ժամանակին կանգնացնեն, էլի, այդ մահափորձը։ Ու ինչն է հետաքրքիր, դա լրիվ ամեն ինչ ուրիշ ձև կլիներ։ Ես հետո լսեցի, որ համ Չերչիլն է աղոթել Աստծուն, համ անհավատ աթեիստ Ստալինը, որ հանկարծ Հիտլերը չմեռնի։ Դե չէ լրիվ ուրիշ ձև կլիներ, էլի։ Տես խելացի զինվորականը որն է եղել։ Պատիվ ունեցող, հետո մարդիկ դա իրանց կյանքի գնով արեցին, էլի դե պարզ է։ Բայց մեր մոտ նայում ես Արշակ Կարապետյան, այնտեղ իր այդ Արսենը, դարել են պոլիտիկ, փողոց, մուրացկան, ստորագրություն տվեք։ Տիկին Սամվել Բաբայան, գնա ես եթեր, այնտեղ խոսա, ես գիտե, դե գիտեք թե զինվորական եք մի բան անեիք, արա։ Անեիք մի բան։ Դրա համար Ռուս զինվորը ունի իր սպան, ունի իր արժանապատվությունը, ունեցավ, ծնվեց իրանց մոտ Պրիգոժին, իսկ մեր մոտ արա դուք բոլորը այդ որ կան, այդ դուք դրանց իսկ այն խլենքի շարիկը չարժեք, ոչ այդ նեմեցի այդ Կլաուսի, ոչ էլ բանի Շոլոկովի, այսինքն խլինքը որ չարժեք, արա դուք զինվորական, սպա, ուլը չեն էլ ամաչում, ուլը չի էլ ամաչում, որ լրագրողը իրան ներկայացում է մեր գեներալ, ինչ գեներալ, արա, գեներալ լիներ, հիմա հողի տակը բարկած պետք է լիներ, թե դու պատիվ ունենայր, թե ուսադերի պատիվ իմանայր, ու ասեմ, ափսոս են սերուցքը, որ գնաց, ու այս տականքը մնաց, գիտեք, սենց մի թեորիա կա բանի, Գանջիկապա, ասենց սոցիոլոգ է ինքը գիտնական, բիոլոգ ձև էլի կարծեմ, որ ասում է մարդկության մոտ այն ձև չի ինչպես բնությունում, էլի, որ բնության մեջ վժվայդ սիլնեյշի, լավ էլի ուժեղը, խորամանկը խելացին, այլ հակառակը մարդկանց մոտ ուրիշ մեխանիզմ է աշխատում։ Տեսեք, ինչ որ քանդվող շենք է կամ հրդեհվող, էլի վառվող կամ ինչ որ վթարային։ Առաջինը ում են փրկում՝ ճիվաղին, հիվանդին, թույլին, ծերին։ Իսկ առողջը կարող է մնա փլվի կամ վառվի այդ շենքում։ Պատերազմը ասում է, ով է վերապրում։ Վախկոտը, այն գլուխ պահողը, ով խրամատում պահկվում է, ով առաջ չի գնացել։ Ով գնացել է, ասենք, մառաջոր բան, իր նպատակը այդ չի եղել, էլի, այդ տականքն է վերապրում շատ անգամ պատերազմը, դրանք տոկոս է, տեսեք, նենց չի, որ բոլորն են այդ ձև լինում, էլի, իսկ այն հերոսը, լավը, ոսկեն, այն լավ սերուցքը գնում է, խիզախ ձևով ու զոհվում է, ու ափսոս, տեսեք, մենք որ ունեցանք Մոնթեի պես տղեկ, որ գնացին ու զոհվեցին հանուն ոչինչի, Մոնթե այնտեղ Կարո Քարքելջյան կար, այդ Քարքելջյան, լսեք այդ մարդիկ կրկին արա զարգացած, թողեցին իրանց երկիր, իրանց գեղեցիկ կյանքը եկան հանուն հայրենիքի ու զոհվեցին։ Ինչպես եւ Լեոնիդ Ազգալջյանը, այս մի խոսքով, այնպես տղեկ, որ միջև 44-յա, միջև այս ջերմուկի զոհերը, տեսեք, բոլոր այս զոհերը, որ տվեցինք մենք, նայեք, լավերը գնացին, վատերը մնացին։ Դե ոչ բոլորը, նենց չի, որ ով կենթանի է մնացել, բայց ես ի նկատի ունեմ այդ խորամանկը, այն որ բարձացավ իշխանության, ու որոնց հենց այդ նույն այդ խառնարանից դուրս եկան, այսինքն Արշակ Կարապետյաններ, անպատիվ, անթասիբ, չլենասոսի հետ գնան ինչ որ ընտրություն, կարևոր ինչ որ մի աթոռի կամ քաղաքական մի նպատակի հասնեն։
Հասկանում եք, հիմա ստորագրահավաք է, տեսնում ես։ Այս է Գանդիկապայի այդ տեսությունը, ու մեր մոտ աշխատեց դա, մեր մոտ իշխանության եկավ այդ տականքը, այն առաջի պատերազմից հետո, ովքեր Մանվել, Դաշնակ, գցենք այնտեղ դեգեներատ սպարապետ, որ մենակ կոստյումով էր ման գալիս, արդուկված եւ սափրված։ Մի հատ կրակոց չի տեսել, մի հատ ավտոմատ ձեռը չի բռնել, ֆիզկուլտի դասատու ու իր բանդայի հետ, իր այդ մարադյորների հետ ձևավորեցես քաղաքական էլիտան, որ մինչև հիմա մեզ հոշոտում է։ Ունենք Արշակ Կարապետյաններ էս ձևի, այն Տոնոյաններ, Մոնոյաններ, տեսանք։ Լրիվ հաց տվող գեներալներ, կոմերսանտ, բան, այնտեղ նայում ես գնդապետի մոտ ռեստորան։ Տես գնդապետը մեր մոտ հաց տվող է, օբյեկտ չի է։ Տեսեք, քյաբաբչի են, հասկանում եք։ Վազգեն Սարգսյանի այդ ակադեմիայի ինչա որ կա, դա ավելի շուտ հանրային սննդի բան է, բան, մովեր բաց թողի, մաղալ չի։ Սպայի ուսադիրներով, այդ եղավ մեր մոտ, երբ որ այդ տականքը եկավ իշխանության։ Այն կոչված Եգրապա։ Տեսեք հիմա որտեղ այն Սասուն Միքայելյանը մտում Եգրապա, հա։ Քաղաքական գործիչ անանք, սա տամոժնի, ման ինչ ասես, ինձ կար, էլի իշխանություն, մարզպետարաններ, բան, ինչ ասես, բռնեն իրանց ձեռները հավաքեն։ Ու այդ արեցին, ու այս ձևավորեցին, ու ափսոս էս տղեկը, որ գնացին են Մոնթեից բռնած վերջացած այդ վերջի այդ ջերմուկում զոհված այդ տղայով, էլի։ Կյանքը տվեցին, որ այս վիժվածքները, որ այս դաշնակները այսօր գան այն քաղաքական այդ բուրգի գլխից չուզենան ոչ մի գնով իջնել, ոչ մի գնով։ Ափսոս։ Ու այսօր մարդիկ պետք է իրանց երեխեքին տան այդ բանակը, որ դրանց մոտ ծառայեն։ Սխալվել են նրանք, որ տվել են, սխալվել են նրանք, որ գնացել են, եկել են ու իրանց կյանքը դրել են հանուն այս տականքների։ Որ այսօր ստորագրահավաք են անում արա։ Փոխարեն արա ամոթից արա երեսները չբացեին, որ փողոց դուրս գային։ Զինվորական։ Երևի այն մեր պապերի իմանային ջարդերի ժամանակ, այն 15 թվի էլի, գնային ստորագրահավաք անեն, Ստամբուլում, Արդահանում, գցենք այնտեղ գնային, թուրք մեզ բան մի արա էլի, մի մորթի, տես մենք ստորագրություն ենք հավաքել, դեմ ենք։ Այսինքն Նեժդեն պետք է գնար դաշնակների հետ, որ այդ վեճ կար, ստորագրահավաք անցկացներ, որ ապացուցեր դաշնակներ դուք սխալ եք, այ իդիոտներ արա, ստորագրահավաք արա, որ դեից այս դեբիլությունը սովորեցին։ Մարդկանց խաբելու, տեսեք, զբաղացնելու։ Հիմա էլ տեսնում ես ինչա, Սամվել Կարապետյանը ընդդիմությունը միավորում։ Այս Սամվել Կարապետյան, ինչքան էլ միավորվեն, ինչքան էլ լնգ ու լավազներ կան, որ պարզապես PR-վեն, տեսեք, ինչ լավ բան է ասում, միավորվենք։ Դուք փողոց մարդ հանող չեք։ Ժողովուրդ, տես Նիկոլը լավ ասում է, հանեք դուրս փողոց ժողովրդին։ Կարակ հանեք, լավ էլ ասում է Նիկոլը։ Ես Նիկոլ չեմ պաշտպանում։ Ես մի բան շատ լավ համոզված եմ, որ թե Նիկոլը, թե Սամվել Կարապետյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե սրանք բոլորը դաշնակները, սրանք մի փաթեթով են։ Սրանց պետք է մերժել մի փաթեթի մեջ։ Իրանք իրար փաթեթի մեջ ինչքան ասես կարան գզվրտվեն, էլի։ Բայց ժողովուրդը ձեզ բոլորից է, ձեզ սաղից է զզվում։ Արշակ Կարապետյան, զինվորական, որ կայացել է ալեն կաշառակեր բանակի օրոք, որ են սկսած $10,000 բանակից ազատում էին, այն թվերից մինչև հիմա եկել է։ Հետևից նայես համ Քոչարյանի ականջներն ա երևում, համ Լևոնի, համ Սերժի, համ Նիկոլի, նայում ես էլ դες ինչքան ականջ կա Արշակ Կարապետյանի հետևը։ Սաղի հետ լավ, սաղ մանին տվել է։ Եկեք մեզ էշի տեղ չդնենք, այն ժամանակ ով էր պաշտոնի մնում։ Կապ չունի Այն պետավտոտեսուչ լիներ, հարկային մլներ, ընդեղ սանեպիտկայան լիներ, որ նախարարությունը լիներ էլի։ Ով փող էր բերում վերևները, ընդեղ այն էլ մնում էր պաշտոնի։ Փող չէր բերում, քացով տալի լարում էին։ Դատախազություն, մատախազություն, ոստիկանություն, ամեն տեղ։ Միջև այդ փողը գնում հասնում էր, միջև վերև։ Մինիստրն է պրեզիդենտ, այսենց պերամիդա է գնում, ու այս Արշակ Կարապետյան ուզում է իր համար մարդիկ ստորագրություն տան կամ հերնեն փողոց վաղը։ Ափսոս այս տղեկը, որ գնացին ձեր համար, այս երկրի համար, բան դրեցի, որ այս երկիրը ներսից նեխած է։ Ներսից նեխած է։
Ու ասեմ Սամվել Կարապետյան, քեզ Ռուսաստանը չի ներելու։ Քեզ մա սիրուն աչքերիդ համար էր այստեղ այդքան պրախոց տվել, քեզ հայերի միության այդ կեղծ այդ վիժվածքին տիկին այն Արա Աբրահամյան էր տիկին Արա Աբրահամյանին բան ասում է Քադաֆին փող տվեցի, բա Քադաֆին մեռավ, փողերս կորավ։ Այս ձեր սաղի վերջը գալու է, ձեզ պետք է ունեզրկի Ռուսաստանը։ Ունեզրկելու է, ձեզ պատժելու է։ Դուք իրան գցեցիք։ Դրա համար եք դուք հիմա ասենց կապիկություններ անում, որ ցույց տաք, իբր տեսեք, մենք փորձում ենք, մենք միավորվում ենք, մեզ չբանանեք։ Ռոբերտ Քոչարյան, սա Նաֆարետ Ամերիկայի ԱՄՆ քաղաքացի են, են թորներ, մորներ, են բանը, ծննդատունը ձեր ընտանեկան Միացյալ Նահանգներում ա եղել։ Ձեր պորտը կտրել Ամերիկային գցե, դուք ինչ ռուսամետ, արա Ռուսաստանը չեմ հասկանում, այստեղ Կրեմլում նստած այնտեղ ինչա չեն հասկացել այսքանը, հա, հələ ասեք։ Թե բախմելի տակ են եղել Խապելա Քոչարյանը։ Նենց որ այսա որ այսքան մարդ գնաց, արա կյանքը դրեց, հանուն այդ հայոց ձեր պես սրիկաների, որ աթորից չեք ուզում, դուք չեք ուզում հեռանաք քաղաքական ասպարեզից։ Իսկ Նիկոլին կարող է հաղթի մենակ երրորդ ուժը, մաքուր ուժ, որտեղ չլինի նախկինի հետ համակապակցված որևիցե տականք։ Այսօր մեր ազգը կարծես այդ երրորդ ուժին սպասում է, ոնց որ մարգարեության սպասի, էլի, մի հատ մարգարե փրկչի, այդ մեսիայի, ոնց տարբեր ձև ասում են, մահմեդականը ասում է բան, մագդու կամ տենց մի հատ բառ էր իրանց մոտ, էլի այդ փրկիչը, որ պետքա գա, փրկի ճգնաժամից հանի ժողովրդին, համ հрьяաների մոտ կա քրիստոնյա մահմեդական, հիմա մեր մոտ է դարել այդ երրորդ ուժը դա մի երազանք է որ ձևավորվի, բայց տեսնում եք այնտեղ կեղծ մարգարեներ են ձևավորվում, գցենք այնտեղ Էդմոն Մարուքյանն է մեկ խոսում երրորդ ուժից, քաղաքական պորնիկ որ պարկել է բոլորի տակը, հիմա Տաշիր Սամոն կխոսա երրորդ ուժ, հələ խոսում էին, այնտեղ էլո դաշնակ, մաշնակ ով ասես խոսում են կեղծ մարգարեներ են սրանք սա։ Այս Նիկոլին վերջը տալը պետքա միասին փաթեթով պետքա մերժվեն սրանք, էլի։ Ու այս սրանց մերժողը մենակ լինելու է ժողովուրդը։ Երրորդ ուժ պետքա ձևավորվի, իրական երրորդ բևեր, որ սրանց սաղի վերջը տա։ Այն Լևոնի թափթփուկներից բռնած շերեփուկներով գա հասնի միջև Նիկոլա ԿՊ-յա շերեփուկներ։ Այսպես բուկետով չես կարա մեկին մերժես, մեկին չմերժես, մեկից մաքրես երկիրը, մյուսից չմաքրես, սաղից իրար հետ պետք է մաքրվի։ Սա է, ուրիշ տարբերակ չկա։ Ու չգիտեմ, տեսեք, մեր քաղաքական այդ էլիտան գոնե հասկանան, նրանք հասկանում են այսքանը։ Բայց մեկը, այդ իշխանությունը ավելի թանկ է, քան այդ հայրենիք կոչված այդ երազանքը, որի մասին մենակ խոսում են ու լցնում են ժողովրդի ուղեղը։ Բայց իրանց համար, իրանց հայրենիքը, այ մանի փողնա։ Բենջամին Ֆրանկլին, բալ։ Շվեյցարական բանկային հաշիվները գցենք այնտեղ։ Աֆշորային երկրներում կբացված նրանց այդ աֆշորային հաշիվները, այ դա է իրանց սրբությունը։ Բայց ձեզ դավանում են մի այլ դավանանք, հայրենասիրություն։ Փրկենք հայրենիքը, թուրքը գալիս է։ Արտուրը լավ ասում, արա այ ղախպեք, արա թուրքը պետք է գա ձեր մոտ կուրսերի, դասավանդեք, թե ոնց պետք է հային կեղեքեք, հային հոշոտեք, հայի կաշին քերթեք, ոսկորները աղակ արա ծախեք, ուտեք արա։ Հիմա տեսնում ենք ինչա։ Հենց որ հələ գրեք ժողովուրդ ջան ձեր կարծիքը, ինչ պետք է անեն։ Ինչ պետք է անել մեր զինվորականը, Արշակ Կարապետյանը, ինչ պետք է աներ պարտվելուց հետո։ Նա պետք է մտներ քաղաքական դաշտ, ընդհանրապես։ Գրեք, հələ գրեք տեսնենք, ինչ պետք է անել։ Կարող է պետք է ներենք մենք բոլորին։ Մենք միգուցե ըստ Աստվածաշնչի պետք է բոլորին ներենք, բոլորի մեղքերը ներենք։ Ես համաձայն չեմ։ Պետք է պատժենք։ Պատիժը պետք է այն ձևի դաժան լինի ու ուսուցողական, որ եկող սերունդները իշխանավորների հիշեն այդ պատիժը։ Շնորհակալություն։